Ցանկացած խնդիր, որը հնարավոր է լուծել շահույթաբեր բիզնես մոդելով, չի կարելի լուծել նվիրատվությունների միջոցով։ Դուրս եկա, որ օգնելով մյուսներին կարելի է նաև սեփական ուժերը մեծացնել։ Ձեր շուկան է, բայց տեխնոլոգիական համայնքը սիրում է համագործակցություն։ Երբ որ շեմը արդեն բարձր է, մյուսներին պետք է շեմից բարձր դրնել, որ կարողանաց հավասարվել։ Դու զգացիր, որ Sirius-ի հետ քեզ հետաքրքիր է, որովհետև ATZM-ն ունի Sirius-ից ավելի մեծ ֆինանսական կառույցներ։ Նոր մարդ, որ միանում ATZM-ը, այդ քաոսից գլուխը պտտվում է։ Ինչպես ստացվեց, որ դու որոշիր, որ Sirius-ի հետ աշխատեիր։ Այսօրվա իմ հյուրն է Սարգիս Կարապետյանը, ATZM-ի գործադիր տնօրեն ու ղեկավար։ Ողջույն Սարգիս ջան, շատ ուրախ եմ, որ դու այցելեցիր իմ ոդքասթը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ուզում եի իմանալ, թե ինչ հետաքրքիր նորություններ կա ATZM-ում ու ընդհանրապես ոլորտի մեջ, բայց մինչև նորությունները իրոք ուրախ եմ հայտարարել, որ Sirius Capital-ը ու ATZM-ն սկսել են իրար հետ աշխատել։ Sirius Capital-ը դարձել է ATZM-ի անդամ ու հորդորում է բոլոր ներդրումային կազմակերպությունների նույնպես հետևել այդ ուղին, քանի որ ֆինանսական ոլորտը ու IT ոլորտը սկսել են մերձվել իրար հետ պրոդուկտներով, մարդկային ուժով ու մարդկային ուղեղով էլ կարելի ասել։ Նորությունների մասին, հա։ Ամենամեծ նորությունը մենք տենց ամիսը 1, երամսյակը 1 մինիմում ունենք տենց նորություններ, որոնք որ մարդկանց մոտ ունքերը բարձրացնում են։ Նորությունները վերջի 3 տարում ATZM-ն ակտիվ տրանսֆորմացիա է ապրում ու շատ ագրեսիվ աճ, անդամները աճել են 170%-ով 2.5 տարում, անդամակցության վճարները աճել են, տեսակները փոփոխությունից հետո վճարները աճել են 4 անգամ, Digitec-ը աճել է 2 անգամ, Armat-ի երեխեքը համաշխարհային օլիմպիադաներում չեմպիոն են դառնում, ու այդ ամբողջը գալիս է լուրջ տրանսֆորմացիաներից ու ամեն ինչում ինովացիա ենք անում։ Տարական գրասենյակի կառավարումից մինչև թիմի ընտրություն, մինչև պրոցեսներ, նոր մարդ, որ միանում է ATZM-ը, այդ քաոսից գլուխը պտտվում է, բայց եթե այն մարդն է լինում, որ այդ քաոսում իրան հնարավորություններ է տեսնում, ծաղկում են մարդիկ։ Մեր ամենավերջի նորությունը իհարկե անցած տարվա մեխը դա Digitec-ն էր, բայց մենք տարին փակեցինք հայտարարելով, որ պատրաստվում ենք պարտատոմսեր թողարկել։ Պարտատոմսերի մասին իրավունք չունենք գովազդել հիմա, բայց նաև մենք նախավաճառքներ ենք սկսել արժեթղթերի միջոցով, ինչը ինքնին ինովացիա է, ընդհանրապես արժեթղթեր convertible նոթերի ֆորմատը անցած տարի է ուժի մեջ մտել, իմիջիալոց մենք ինքներս մասնակցել ենք PMZ խորհրդում, IC Armenia-ի նախաձեռնությամբ ու ասեմ, որ ես ինքս սկեպտիկ էի այն տեսանկյունից, որ ստարտափները դա կօգտագործեն Հայաստանում, դեռ սկեպտիկ եմ դրան, բայց փաստորեն նենց ստացվեց, որ մի տարի դեռ չանցած մենք ինքներս օգտագործեցինք, իհարկե ուրիշ ֆորմատում, բայց ինքը շատ հետաքրքիր գործիք է, բոլոր մեզ դիտող ձեռներեցներին խորհուրդ եմ տալիս ծանոթանալ փոխարկվող փոխառությունների ընդհանրապես ֆորմատի հետ, որովհետև օրինակ Ամերիկայում դա շատ տարածված, Եվրոպայում էլ, զարգացած երկրներում շատ տարածված, շատ հետաքրքիր ֆինանսական գործիք է ու մարդիկ հատկապես մեր ոլորտին նայում են, որ միշտ ինովացիան պետք է լինի տեխնոլոգիական, ինչ որ տենց նոր տեսակի չիպ, ինչ որ նոր տեսակի ծրագրային ապահովում, ինքս ամբողջ կյանքս եղել եմ դրա մեջ, ասել եմ պրոդուկտի ինովացիաներ, բայց հիմա շատ հետաքրքիր է ֆինանսական աշխարհի ինովացիաներին հետևել, այս ընկերությունը համագործակցությունը ֆինանսական եւ տեխնոլոգիական ընկերությունների ATZM-ն էլ որպես այդ կարող օղակ երկու համայնքների ես տեսնում եմ, թե տեխնոլոգիական ընկերությունների մոտեցումները ֆինանսներ բերելով, տեխնոլոգիաները դեռ մի կողմ դրած է, մոտեցումները, մտածելակերպը, հարցերին նայելու այդ
տեխնոլոգիական մարդիկ հակերներ են, լավ իմաստով, հակեր բառը երկու իմաստ ունի, հա։ Այդ գտնել խնդրի լուծումը ալտերնատիվ ձևերով դուրս սովորական մտածելակերպից, ինձ թվում է սա այն նորությունն է, որ մենք բերում ենք ֆինանսական եւ տնտեսական աշխարհ, ասում ենք, որ ժողովուրդ անցած տարի հաստատվել է նոր օրենք, որով կարելի է վերցնել փոխառություն, որը վերածվում է մի այլ բանի ինչ-որ պայմաններից ելնելով, եւ հիմա մենք վերցնում ենք այդպիսի փոխառություններ, որոնք պայմանով են, որ եթե մի օր ԱՏԶՄ-ն կամ իր կազմակերպությունները թողարկեն պարտատոմս, դա կփոխարկվի պարտատոմսով։ Ինչն է ամենահետաքրքիրը, որ ԱՏԶՄ-ն օժանդակելով IT կամպանիաներին Հայաստանում աճելու, զարգանալու, ինքը նույնպես կամ ավելի արագ կամ շատ մյուս IT կամպանիաները սկսեց զարգանալ։ Ու հիմա հենց ԱՏԶՄ-ն ունի կարիք, որպեսի ֆարկային կամ փոխարկելի փոխարկություններով իր զարգացումը շարունակի։ Դուրս եկա, որ օգնելով մյուսներին կարելի է նաև սեփական ուժերը մեծացնել։ Ու երևի թե Հայաստանում դա եզակի դեպքն է, որ հենց ասոցիացիան ունի իր սեփական ապրանքները, ու այդ ապրանքները դարել են այնքան արագ աճող, որ ունեն լրացուցիչ կարիք։ Ու բացի դրանից դուք հենված չեք պետական ֆինանսավորման վրա, մեծամասամբ դա գալիս է անդամների վճարներից, եկամուտը ու պրոյեկտների եկամուտներից։ Ու նշանակում է ու լրացուցիչ դուք էլ հենց եկամուտ չեք հետապնդում ձեր համար, բայց զուգահեռ օգնում եք բոլոր եկամուտ հետապնդող կազմակերպություններին։ Ընդհանրապես ասոցիացիան իր ձևի մեջ տարբերվում է մնացած ՀԿ-ներից, որովհետև ասոցիացիայում ինքը ՀԿ-ն է, շահույթ չի հետապնդում, բայց պաշտպանում է շահույթ հետապնդողների շահերը։ Ես ինքս հավատում եմ, որ ցանկացած խնդիր, որը հնարավոր է լուծել շահույթաբեր բիզնես մոդելով, չի կարելի լուծել նվիրատվությունների միջոցով, որովհետև կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն նվիրատվությունները, որոնց վրա չի կարելի փող աշխատել, կոպիտ ասած, ու այդ նվիրատվությունների ընդհանուր գումարը աշխարհում շատ սահմանափակ է, եթե համեմատենք ներդրումների կամ ծախսի, հա, թե մարդու գրպանը բաժանենք 3 մասի՝ բարեգործություն, նվիրատվություն, ներդրումներ եւ ծախսեր։ Ծախսերը ամենամեծն են, երկրորդ ամենամեծը ներդրումներն են, հետո նոր նվիրատվությունները։ Սա միջին ստատիստիկ ապահով մարդու բյուջեն, հա։ Հիմա մենք ինչ ենք անում, մենք փորձում ենք մեր համայնքի խնդիրները, ինչ որ մենք անում ենք բոլորը ըստ մեր ռազմավարության եւ մեր կանոնադրական նպատակների համար է։ Մենք ուղղակի բիզնես չենք անում զուտ փող աշխատելու համար, հա, շաուրմանանոց չենք բացում։ Ոչ մի դեմ բան չունեմ շաուրմանացին, բայց մեր միսիային չի բանում, հա, այսինքն մենք տեսնում ենք մեր համայնքը ունի այս ինչ խնդիր է։ Այս խնդիրը կարելի է լուծել շահույթաբեր բիզնես մոդելով, ու մտածում ենք, գտնում ենք դրա լուծումը, իսկ այդ շահույթները, քանի որ ոչ մեկի գրպանը չի մտնում, այդ շահույթները գնում են ներդրվում է մեր այն ուղղությունների վրա կամ զարգացման վրա նույն ուղղության կամ այն ուղղության վրա, որտեղ որ շահույթաբեր բիզնես մոդել չի ստացվում։ Օրինակ, Արմաթի 17000 աշակերտները անվճար կրթություն են ստանում, 130,000 երեխա Հայաստանում անվճար STEM որակյալ կրթության հնարավորություն ունի։ Հիմա այդ ամեն ինչը պետք է ֆինանսավորվի։ Պետությունը, կրթության նախարարությունը ապահովում է խմբավարների աշխատավարձը, դա ստաբիլ պահպանում Արմաթի, պահպանվում է, ինչը շատ լուրջ պետական մասնավոր համագործակցություն է։ Բայց Արմաթի զարգացումը պետք է ինչ-որ ձևով ֆինանսավորել։ Աշակերտների համար անվճար է, ծնողները չեն վճարում, պետք է ֆինանսավորել։ Հիմա մենք ինչ ենք անում, բացի բարեգործական այդ fundraising-ներից, շահույթաբեր բիզնես մոդելներ ենք առաջ քաշում, ոչ Արմաթով, եւ այդ շահույթաբեր բիզնես մոդելներից եկած գումարներով ֆինանսավորում ենք Արմաթի զարգացումը, աճը, դրանցից մեկը Digitech-ն է, հա, Digitech-ը ի սկզբանե մեր համայնքի իրար գլուխ հավաքվելու, մենք ասում ենք համայնքի նոր տարին է, հա, ոնց որ տարեկան հաշվետվություն իրար ներկայացնելու հաջողություններով կիսվելու, լայն ավելի հասարակությանը ցույց տալու, թե ինչ է կատարվում մեր համայնքում, ԱՏՑՄ անդամների տարեկան հավաքն է, բայց նաև մենք տեսել ենք, որ կա հետաքրություն տարբեր ոլորտների ընկերությունների այդտեղ ներկա լինելու եւ համագործակցություններ անելու, այդ թվում Sirius Capital-ի։ Բայց դրանից օրինակ
ժողովի ընտրությունը ես նկատել եմ, որ երևի ամենադեմոկրատիկ process-ն է, որովհետև ժողովի անդամ դառնալու համար բիզնեսմենները, շատ հայտնի բիզնեսմենները սկսում են արշավ գնում են, պատմում են, որ ես ուզում եմ ընտրվեմ, նկարը դրածը, լինքերը ուղարկում, ու ես նկատել եմ, որ շատ կարևորում են լինել ԱԹԾՄ-ի ժողովի անդամ, գլխավոր IT կամպանիաների ղեկավարների համար դա շատ պատվավոր պաշտոն է։ Բացի պատվավորը նաև ծառայությունն է։ Ծառայությունը չի վճարվում, խորհրդի անդամները չեն վճարվում, իրանք իրենց ժամանակն են դնում, շատերը ռեսուրսներ են դնում, բացի իրանց անդամակցությունից, ոնց որ երբ որ իմ մոտ էլ է տենց առաջացել, ես եղել եմ հակառակ կողմում, համայնքում եմ եղել ու շատ բան եմ սովորել, օգնություն եմ ստացել, ես ինքս ձեռներեց դարձել եմ համայնքի շնորհիվ, համայնքի մենթորների շատ օգնություն եմ ստացել, բայց այդ օգնությունը սովորաբար ովքեր որ քեզ օգնում են, իրանց շատ դժվար է հետ տալ, որովհետև իրանք ավելի բարձր մակարդակում են ու ոնց որ դու քանի դեռ աճում ես, դժվար է իրանց հետ տալ, բայց հնարավոր է հետ տալ մյուսներին ու համայնքը այդ ձևով է զարգանում, ոնց որ ԱՏԾՄ խորհրդի անդամ լինելը, հեսա էլի կսկսվի ամսի 11-ին է փետրվարի, հեսա կտեսնենք էլի արշավները կսկսվեն։ Նոր դեպքերին կտեսնենք, ով որ մասնակցի։ Բայց ինչպես եղավ, որ դու լինելով ինժեներ ձեռներեց, որոշիր, որ համայնքի կյանքը ու այդ ակին կոմպլեքսային աշխատանքը մարդկանց հետ աշխատելը իմ վստահ է ավելի դժվար աշխատանք է, քան աշխատել տեխնիկայի կամ պրոդուկտի հետ։ Ինչպես ստացեց, որ դու այդ ոչ հեշտ ճանապարհ ընտրիր քեզ համար։ Իրականում ճարտարագետը դա խնդիրներ լուծող մարդն է։ Հայրս նույնպես ճարտարագետ է, ես մեծացել եմ իր աշխատանոցում hardware, ռադիո, էլեկտրականություն եւ այլն։ Միշտ այտենց եմ դաստիարակվել, որ քո միսիան այս աշխարհը ավելի լավ սարքելն է, մարդկանց համար խնդիրներ լուծելն է։ Դպրոցում շատ լավ եմ սովորել, գերազանց, հա։ Ու ամեն ինչ իմ մոտ լավ էր ստացվում։ Ճիշտ է, հումանիտարները հետաքրքիր չէին ինձ շատ, բայց մեկը լավ էի սովորում։ Ու բոլոր ուսուցիչները ինձ ասում էին դու պետքա դառնաս այսինչ, չգիտեմ, ֆիզիկայի ուսուցիչ ասում էր դու ֆիզիկոս պետք է դառնաս, մաթեմատիկայի ուսուցիչը մաթեմատիկոս, պատմության ուսուցիչը ասում էր դու պետքա դերասան դառնաս, ասենց ամեն մեկը բան էին անում, ու օլիմպիադաների վաղտ որ գալիս էր, ես միշտ ֆիզիկայից էի մասնակցում օլիմպիադայի, մնացածը նեղանում էի։ Ու ոնց որ տենց որոշված էր, որ ես պետք է ճարտարագետ դառնամ, ու երբ որ 9-րդ դասարանում առաջի անգամ համակարգիչ տեսա, այդ ինձ տարավ, ու դա տևեց մի 10 տարի, հա, համալսարան, պոլիտեխնիկ եւ այլն, ու ոնց որ տենց նշանակված էր, որ ես շատ երեխա վաղտվանից սկզբից երազում էի օդաչու դառնայի, կոնստրուկտոր դառնայի, օդանավերի, հետո սկսեցի հետաքրվել էկոնոմիկայով եւ ձեռներեցությամբ, պապիկս էկոնոմիկայի ակադեմիկոս է եղել, չնայած հայրս դասական կրթությունը մերժել է 8-րդ դասայից հետո դպրոց չի գնացել։ Սկսեցի հետաքրվել ու տրիգերը այն էր, որ Սովետ միությունը փլուզվել էր ու ես անցած այդ պատմություններն էի լսում, հայրս լավ ճարտարագետ է, միշտ լավ աշխատել է, հետո ինչ որ մի բան էկոնոմիկ պատճառներով վատացել է սոցիալական վիճակը ու սկսեցի հասկանալ այս կապիտալիզմը ինչ է ու ձեռներեցությունը սկսեց ինձ ավոր հետաքրել տարբեր փորձարկումներ ու եկավ մի պահ, որ երբ որ փորձ ունեի որպես ճարտարագետ, դուրս եկա, սկսեցինք մեր ստարտափը կնոջս հետ։ Մի պահ եկավ, որ պետք էր ես որոշեի։ Ես ուզում եմ ընկերությունը արդեն հաջող զարգանում է, 15 հոգի ենք բան, ես պետքա որոշեի, ես ուզում եմ դառնամ այդ ընկերության CTO-ն, թե CEO-ն։ Ոնց որ ձեռներեցը ես լինեմ, զբաղվեմ ֆինանսներ ներգրավելով, fundraising-ով, վաճառքներով եւ այլն, թե զբաղվեմ ճարտարագիտությամբ։ Այդ մոտավորապես տարի ու կես տևել է այդ որոշումը կայացնելը ու փորձում էի հասկանալ, էլի, ու հասկանում եմ, որ էլ չեմ կարող շարունակեմ երկու դերը ես տանեմ։ Վերջը որոշեցի, որ շարունակեմ որպես ձեռներեց ու տենց ճանապարհը գնաց դեպի բայց պատասխանը փնտրում էի քո ներսում, չէ՞, որովհետև պետք է իմանաս թե բնությունը թե։ Հա։ Ու մի հատ հետաքրքիր բան իմ համար բացատրեցի։ Ինձ հիմա շատ հետաքրում է HR մարդկային ռեսուրսների կառավարումը, այդտեղ շատ խորացել եմ ու ես հասկացա, որ ինքը engineering-ի ոնց որ ճարտարագիտության հաջորդ մակարդակն է։ Դու ճարտարագիտության մեջ sense է, դու ոնց որ
կրթությամբ դու իմանում ես այդ building block-եր են ասում, կոմպոնենտները, ծրագրավորման մեջ էլ է տենց, electrical design-ի մեջ էլ է տենց, դու կոմպոնենտները իմանում ես ու հստակ գիտես, այս կոմպոնենտը մուտքում ընդունում է այսինչ պարամետրերը, ելքում քեզ տալիս է այսինչ բան, ու այդ բլոկներով սիստեմներ ես նախագծում։ Բայց բիզնես սարքելը կամ ՀԿ ղեկավարելը դա մարդկանցով սիստեմ սարքելն է, այդ թվում եւ թիմում եւ այո, չէ, black box չեն։ Սկզբից ինձ հետաքրեց, որ հետաքրքիր է, այս մարդը մի հատ building block է, որ ամեն անգամ նույն մուտքը տալուց տարբեր ելքեր է տալիս։ Ուզեցի խորանալ պահվածքաբանության մեջ, հոգեբանության մեջ, ու բարձում է, որ փաստորեն մարդն էլ ունի, թվում է թե պատահականություն կա ու հանգամանքները շատ են, իր էմոցիոնալ վիճակը, կրթությունը, այս մեկը, այն մեկը, բայց նաև կան փաթերներ, օրինաչափություններ կան, ու երբ որ սկսում ես արդեն դրա վրա խաղալ, դառնում է, որ դու շատ ավելի հետաքրքիր building block-եր ունես, շատ հետաքրքիր ռեզոնանսներ, մուլտիպլիկացիաներ կարելի անել։ Օրինակ, հենց շատ հեռու չգնամ, իմ ու քո հարաբերությունները։ Եթե կհիշես, մենք ունեինք Beta FT-ի անդամակցության հետ խնդիր, որը որ էսկալացվել էր իմ դաշտ, ոնց որ մեր անդամակցության թիմը ասում էր, որ այստեղ խնդիր ունենք, Digitech-ի թիմը ասում էր, այստեղ խնդիր ունենք, մի հատ խոսենք։ Այդ խոսակցությունից ծնվեց այս մեծ մեգա նախագիծը, այդ երկու անձի կամ մի քանի անձերի իրար հետ ճիշտ համակցվելու, այդ puzzle-ը ճիշտ դնելու շնորհիվ մի հատ մեծ ինովացիա ստանալ, նոր նախագծեր ստանալը ինձ ահավոր հետաքրում է, իսկ ԱՏԶՄ գալու որոշումը եկավ նենց, որ կամ ամենամեծ ազդեցությունը այդ որոշման վրա ունեցել է 20 թվականի պատերազմը, երբ որ մեր ձեռները կապված էր, մենք smart կոշիկներ էինք սարքում ու մտածում էինք ոնց կարանք մեր երկրին օգտակար լինենք սենց, ու որոշեցի, որ հաջորդ բանը, որ անելու եմ, մի բան եմ անելու, որը որ ինձ շատ հետաքրքիր է, բայց նաև մեր երկրի համար շատ օգտակար է, իսկ ԱՏԶՄ-ն կարծում եմ Հայաստանի տնտեսության մեջ փոքրիկ, բայց շատ կարևոր դեր է զբաղեցնում եւ նաեւ տեխնոլոգիական համայնքը արդեն տնտեսության 7-6%-ն է։ Այնք թողաճի իրականում 270 անդամ է, դա սկայական թիվ է։ Ու մի կարևոր բան հիշեցնեմ քեզ, չգիտեմ դու տեղյակ ես թե չէ, երբ որ Beta FT-ին մայր կազմակերպությունը Sirius Capital-ի դարավ անդամ, գիտես ունեցել ենք մի հարցում, որի այդ վաղ պատասխանը չենք ստացել։ Խնդրել ենք ԱՏԶՄ-ի իրավաբանին ուղարկել մեզ convertible note-ի օրինակ 2023 թվականին, որովհետև ես մտածի, որ կարծեցի առաջի անգամ որ մենք անդամ էինք դարել, ասում եմ, ինձ ասին որ դասի իրավաբանական կոնսուլտացիա կարաք ստանաք, ասես ես շատ եմ ուզում convertible note-ը տեսնեմ ինչպես է հայկական իրավունքով, նամակ գրեցի, հետադարձ զանգ եկավ, թե գիտեք Հայաստանի օրենքով չկա, բայց հիմա ստացվեց որ տարիներ անց օրենքը ընդունվեց, օրենքը փոփոխվեց ու մենք հիմա ԱՏԶՄ-ի համար անում ենք convertible note, դրա մեջ կա մի փոքր միստիկա ու բոլոր այն մարդիկ որ այդ հարցը դեռ ունեն, կարող ծանոթանալ։ Գտնում եք ԱՏԶՄ convertible note ու ծանոթանում եք ոնց է լինում convertible note-ը։ Այո, արդեն կարելի է իմանալ։ Սեփական փորձով համոզվում եք։ Ու ամենաուրախալին այն է, որ վերջապես արդեն շուկան է պատրաստ ու շուկան է հետաքրքրված ունենալ այն գործիքները, ինչ որ ունեցել են ավելի զարգացած երկրները, ու իրոք ես ուրախ եմ, որ ինձ ԱՏԶՄ-ն է անում, որովհետև եթե ԱՏԶՄ-ն բացի այդ ճանապարհը, հետևից կգան կազմակերպություններ, որ տեսնում են իրենց ոչ թե Հայաստան ինկուբացիոն պերիոդ անցնել, հետո տեղափոխվել ուրիշ երկրում, օրինակ Delaware-ում անել convertible note, կարող է իրենք ուզենան Հայաստանում էլ մնան, Հայաստանից սկսեն պատվիրել այդ ծառայությունները, ապրանքները ու գումարներ ներգրավել Հայաստանի միջից։ Վստահ եմ, եթե մենք հիմա լինեինք միջազգային կազմակերպություններ, այդ ամեն ինչ ստանդարտ երևույթ կլիներ, ստանդարտ ապրանքներ, բայց լավ է, որ մենք ենք մասնակցում առաջի անգամ այդ գործիքի մեկնարկմանը, իսկ եթե այդ վերադառնանք Sirius-ի ու ԱՏԶՄ-ի հարաբերությունների։ Ինչպես ստացվեց, որ դու զգացիր, որ Sirius-ի հետ քեզ հետաքրքիր է, որովհետև ԱՏԶՄ-ն ունի Sirius-ից ավելի մեծ ֆինանսական կառույցներ, օրինակ մեծ բանկերը անդամ են ԱՏԶՄ-ին ու ներդրումային կազմակերպություններն էլ են ձգտում։ Ինչպես ստացվեց, որ դու որոշիր, որ Sirius-ի հետ աշխատեիր։ Մեծ բանկերից դեռ միայն Ամերիկան է անդամ,
մնացածի հետ բանակցությունների մեջ ենք, Digitech-ով գրեթե բոլորի հետ համագործակցություն ունենք, բայց հենց անդամակցության ֆորմատով միայն ամերյանա։ Դե իրականում ստեղ մի քանի հանգամանք մենք բաց քննարկել ենք, բոլորին առաջարկ ասել ենք, մի քանի կոմպոնենտ կա, մեկը ժամկետների սղությունն է, ինչքան մեծ է կազմակերպությունը, այնքան իր մոտ process-ները դանդաղ է, ինչը լրիվ նորմալ է, հասկանալի է։ Նենց է որ մեր գործընկերները էլի մեզ թե գիտելիքով, կոնսուլտացիաներով, թե լավակամությամբ, թե նաև երբ որ պարտատոմսերը թողարկվեն, պատրաստակամություն կա համագործակցելու։ Սա հիմնական բանը եւ արագությունն էր, Sirius-ը նորաշուկայում թիմը փոքր է, ավելի բաց բանով ու մեր համագործակցությամբ շատ ավելի win-win-ը երկու կողմի համար ավելի մեծ է։ Թե վերցնենք Ամերիկայի համար, երևի մենք իրանց այդքան շատ բան չէինք կարա տայինք իրար հետ թողարկելով, քան իրանք մեզ կարային տային, ժամկետները սուղ էին, Ամերիկայի հետ մենք ուրիշ ճյուղերում շատ լուրջ համագործակցություններ ենք անում ու նաև ոնց որ այս ինովացիայի process-ը տանում ենք ու հենց այդ այքի է որ թվում է թե Sirius Capital, Ամերիկա, մյուս բանկեր եւ այլն բոլորը մրցակիցներ են, բայց ԱՏԶՄ-ն այդ տեղն է, որտեղ բոլորը համագործակցում են, ես ուզում եմ շեշտեմ, ու մենք երբ որ անդամակցության խոսակցությունը սկսում ենք, դա առաջինն ենք ասում ենք Ժորժ ջան, ձեր շուկան է, բայց տեխնոլոգիական համայնքը սիրում է համագործակցություն ու ԱՏԶՄ-ն էքսկլյուզիվ ոչ մի բան չի տալիս ոչ մեկին, հակառակը տալիս է համագործակցություն, եզրեր, եթե ոնց որ Sirius Capital-ը եւ Ամերիկան ուրիշ հարցում չեն մրցակցում են, բայց ԱՏԶՄ-ի հարցում պետք է համագործակցեն իրար հետ ու դա շատ լավ ընդունվում է, ասեմ որ ֆինանսական աշխարհը հիմա մեծ տրանսֆորմացիայի է գնում ու ամենակարևորը իմ համար մտքի տրանսֆորմացիան է, մեր գործընկերները Ամերիկայում շատ հետաքրքիր մարդիկ են ու շատ հետաքրքիր փոփոխություններ են տանում, իսկ Sirius-ի հետ որոշումներից մեկը հենց այդ է եղել, որ Արադ ջան դու ու Sirius-ի թիմը ոնց որ մեզնից շատ ջանքեր չպահանջվեց ձեզ ինչ որ բաներ հասկացնելու, բացատրելու նույն էս մեր ստանդարտից դուրս մոդելներով եւ այլն ու նաև ձեզնից էր գալիս այդ ստանդարտից դուրս մոտեցումները, ինչը մեզ շատ հետաքրքրեց, նույն այդ որ ես պատմում էի, որ այ մենք ուժեղացել ենք, աճում ենք, այ որ ընկերություն լինեինք, ներդրում կբերեինք, նույնիսկ պատմեցի, որ մեր խորհրդի անդամներից Արտավազդ Մինասյան մի օր ասեց, այս ինչ աճա, ստարտափ լինեիք, վենչուրային ֆոնդերին հետաքրքիր կլիներ ներդրում անել, բայց դե մենք ստարտափ չենք, վենչուրային ֆոնդերը պետք է այդ գումարը հետ ստանան, դրա համար իրանց այդքան հետաքրքիր չի ու երբ որ պատմեցի քեզ ու դու ասցիր, բայց գիտես, որ sense հնարավորություն կա, այդ ոնց որ տրիգեր էր, որ մենք գործ ունենք մեր մշակույթին շատ մոտ թիմի հետ ու մենք իրար հետ կարանք ինչ որ ինովացիոն, տրանսֆորմացիոն ճանապարհ անցնենք։ Իհարկե, իրականում վստահ եմ, որ միշտ եղել է պատմական, եթե նայենք, ԱՏԶՄ-ն ստացել է տարբեր փոխհարություններ, տարբեր կազմակերպություններից, մարդկանցից ու եթե վերցնենք, որ դառնա իրականում ֆինանսական product, անհամեմատ ավելի հարմար է համ փոխհարություն տվողին, որպես վարկային product, համ էլ ԱՏԶՄ-ին, որովհետև այդ ամեն ինչ կկարգավորվի, ավելի հասկանալի կլինի, բալանսի, հաշվետվության, ամեն մի պարագայում դա win-win է։ Ու ամենակարևորն որ վերջապես արդեն բոլորը հասունացել են, որ էլ չեն ուզում թուղթ պայմանագիր եւ ուզում են ավելի շատ թվային product, որ դու մտնես, մի քանի կլիկով հասնես ու քո նպատակին։ Եթե ուզում ես բարեգործություն, օքեյ, երևի բարեգործական ափերը կան, բայց հիմա եթե ուզում ես փոխհարություն տաս, փող աշխատես, բայց ուզում ես որ լինի օրինակ տարածային էֆեկտ, այդ դրա փոխհարության էֆեկտը անհամեմատ ավելի մեծ կլինի, եթե ԱՏԶՄ-ին տաս, քան օրինակ ցանկացած առևտրային ոլորտ, այսինքն առևտրային կամ շինարարական, որովհետև ստեղ գումարը օգտագործվելու է, այսինքն բոլոր օգտատերերը դա քո IT համայնքն է։ Մի քանի օր առաջ դու ասացիր այդ տերմինը impact bond, այս լավագույն օրինակն է impact bond-ի, երբ որ դու նվիրատվություն չես անում, փոխհարություն ես տալիս, դու ուզում ես որ քո փոխհարությունը քո համար փող աշխատի, բայց նաև ուզում ես որ այդ ներդրվի միտեղ, որ քեզ հոգեհարազատ է, դու տեսնում ես փոփոխություն ա բերում ընդհանուր Հայաստանի զարգացման, տնտեսության զարգացման մեջ, ինչի նաև դու շահառու ես, չէ՞։ Եթե երկիրը զարգանում, տեխնոլոգիաները զարգանում են, երկիրը զարգանում է,
շահում ես դու, շահում են բոլորը։ Իսկ թվում է իրականում արևմուտքում impact bond-երը այն կարգավիճակը ունեն, որ ավելի բարձր կարգավիճակ ունեն բարդատոմսերի մեջ, օրինակ եթե բանկը գնում է իր բալանսի վրա այդ բարդատոմսը, ինքը չի ձևավորում ռեզերվ կամ չէ շատ քիչ է ձևավորում, քան եթե վարկ տար ցանկացած կազմակերպության կամ չէ գներ բարդատոմս, որովհետև ի նկատի ունի, որ պետությունը հորդորում է, որ կատարել impact ներդրումներ վարկային գործիքով։ Պատկերացրա, եթե մեր մոտ էս ամեն ինչ լավ ստացվի ու վստահ եմ, որ լավ կանցնի, հաջորդ քայլը կլինի, որ մենք ձևավորենք նոր շուկա, impact bond-երի շուկա, որ ԱՏԶՄ-ի լինի առաջի փորձը, բայց ոչ վերջի, ու նաև մյուսները տեսնելով, ասեն, օքեյ, մենք ունենք նաև մի քանի եւս ոլորտ, որ նոր պետք է կարիք ունի, լավ աջող է, բայց հենց այդ ֆինանսավորման կարիքն ունի, ու այդ ֆինանսավորումը պետքա չլինի ուղղակի donation, այդ պետքա լինի, կարող է լինի ֆինանսավորում։ Իրականում արդեն սկսվել է ցեցը ընկել է, ես բնականաբար շփվում եմ շատ ՀԿ-ների ղեկավարների հետ ու առաջի անգամ երբ որ լսում են ունքերը բարձրանում են, հետո գնում է այդ բացատրական աշխատանքը, թե ինչի, ոնց են անում, ոնց են կազմակերպում, օրինականության սկզբունքները, որ ամեն ինչ ճիշտ է, պատմեմ նրա մասին, որ ԱՏԶՄ-ն տրանսֆորմացիա է անցնում նաև այն տեսանկյունից, որ կորպորատիվ կառավարման կանոնագրքին ենք միանում, խորհրդի process-ներ, հա, նույն մեր դուստր ընկերությունը խորհուրդ է ձևավորում, նրա մասին, որ 2-3 տարվա աուդիտ ենք անցնում ու հիմա պարտավորվում ենք ամեն տարի պարտադիր համապարփակ աուդիտ անցնել, անցել ենք այդ process-ով դժվար տրանսֆորմացիա, որ դու պատրաստ ես, դու գիտես, որ աուդիտը հանրային դրվելու է, մենք էլ գովազդում ենք այդ ամեն ինչը, քո ամբողջ գործունեությունը ֆինանսական առումով, ու դա նաև առաջացնում է վստահության, դա դժվար process է, որ անցնում ես, բայց նաև առաջացնում է վստահության ալիք, որ այս ուղղակի Սարգիսը չի որոշում կամ ինչ որ փակ խումբ է ԱՏԶՄ խորհուրդը, որ տենց հավաքվում են, ինչ որ բաներ են որոշում, իրանք տենց տակից ինչ որ բաներ են անում, չնայած ԱՏԶՄ-ն միշտ լավ բրենդ է ունեցել 25 տարվա մեջ, բայց մի բան է մարդիկ ուղղակի վստահում են, որտեվ ճանաչում են, հարգված մարդիկ են խորհրդում, թիմում եւ այլն, բայց մի բան է, դա հանրային դրած է, նույնիսկ եթե կասկած կա կամ չեն ճանաչում այդ մարդկանց, թե ովքեր են խորհրդում, բան բացում են, նայում են, տեսնում են, որ իրոք վստահելի կազմակերպություն է։ Անգլերեն տենց բառ կա, raise the bar, այսինքն դու շեմը արդեն բարձրացնում ես, ու երբ որ շեմը արդեն բարձր է, մյուսներին պետք է շեմից բարձր դրնել, որ կարողանաց հավասարվես։ Այսինքն հիմա այս մենք խոսում ենք ակին բարձր շեմի մասին։ Վստահ եմ, որ ոչ մենակ ԱՏԶՄ-ի անդամները, բայց նաև մեծամասնություն կազմակերպություններ Հայաստանում որ կան, չունեն աուդի, չունեն աշխատող ժողով, ժողովում օրինակ եթե վերցնենք ԱՏԶՄ-ի կա ոչ թե 3 հոգի կամ 4 հոգի, այլ քանի հոգի է ժողովի անդամը 12 անդամ չէ։ Չէ, մեր ժողովը դա բոլոր անդամներն են։ Իսկ խորհուրդը 12 խորհրդի անդամ կա եւ խորհրդի ղեկավարը նախագահ։ 12 խորհրդի անդամ 13 հոգի իրար հետ։ 13 հոգի։ Պատկերացրա, դա ոնց որ երազելի ստանդարտ է, շեմ է, որ արդեն ձևավորվել է, ու մյուս կազմակերպությունները, որ անդամ են ու ուզում են մի բան անել, պետք է մտածեն մինչև օրինակ Բարդատոմսի շուկա դուրս գալը, օքեյ, մենք ունենք համայնք ՀԿ, որ նոր ունի արդեն այդ ստանդարտ ու կարան սովորեն։ Վստահ եմ, որ հենց ՀԿ-ին դիմելու են շատերը, որ իմանան, թե ինչպես պետք է անցնել այդ ճանապարհը, թափանցիկության, ռիփորթինգի։ Նայ, իրականում Հայաստանում այդ բառը կա, ուղղակի շատ չեն։ Օրինակ բանկերը բոլորը ճիշտ է ստիպված, կենտրոնական բանկն է ստիպում, որ ունենան, բայց ահագին հաջող ճանապարհ են անցել ու մենք մեր համայնքը կոնկրետ բանկերից շատ բան ունի սովորելու այդ տեսանկյունից, կորպորատիվ կառավարման տեսանկյունից։ Օրինակ Արքան վերջերս ծանոթացանք Արքայի թիմի հետ, շատ հետաքրքիր մեխանիզմներ ունեն կառավարման, որ խնդրել ենք մի օր հանդիպենք, մեզ պատմեն, որ մենք էլ անդադ մեր կանոնադրությունը փոխում ենք, կառավարման ձևերը փորձում ենք ավելի էֆեկտիվ սարքել, ավելի համահունչ սարքել ժամանակին, մեր նպատակներին։ Ես օրինակ խորհուրդ կտամ նրանք, ովքեր հետաքրված են հաջորդ մակարդակ գնալու, օրինակ Արքայի հետ հանդիպեն, լսեն
արքայի կառավարումը ոնց է, ես շատ տպավորված էի ու իրանց խնդրել եմ, որ գան մեզ պատմեն։ Ու ասեմ, այդ raise the bar-ի հետ կապված, հա, մենք մրցում ենք համաշխարհային մակարդակում, ես իմ կյանքում միշտ մրցել եմ համաշխարհային մակարդակում դպրոցում սովորելուց մինչև բիզնես անել, ու դա բերում է մի բանի, որ նույնիսկ եթե դու աշխարհի մակարդակով չես հաղթում, քո երկրում քո հետ մրցելը շատ դժվար է լինում։ Հայաստանում մի քանի ճյուղ կա, որ տենց է, դա ծանրամարտն է, ըմբշամարտն է, շախմատն է եւ տեխնոլոգիաներն են։ Իսկ եթե այդ ոլորտներում դու գոյություն ունես, առնվազն մի աշխարհի չեմպիոնի պետք է հաղթես, մի Եվրոպայի չեմպիոնի պետք է հաղթես, որ դու քո տեղը գտնես։ Նույնը տեխնոլոգիական աշխարհում, եթե ընկերությունը գործում է 3-ից 5 տարի, դա արդեն ասում է, որ ինքը միջազգային մակարդակի կազմակերպություն է, որտեղ ինքը Հայաստանի ընկերությունների հետ չի մրցում, ինքը ուղղակի գոյություն չեր ունենա, որտեղ ինքը միջազգային շուկայում է մրցում։ Նույնպես մեր տեխնոլոգիական ասոցիացիան, մենք նայում ենք աշխարհում ինչ ասոցիացիաներ կա, մենք կտեղել ենք նոր ձևեր բերում առաջ, ու այս պարտատոմսերի այս ներդրումները նաև գնալու են այդ զարգացման, ՀԱՏԶՄ-ն դառնալու է միջազգային մակարդակի ասոցիացիա, ես տենց ասում եմ, որ Իսրայելից լավագույն համալսարաններից պետքա գան մեզնից սովորեն ոնց են համայնքաշինարարություն, որտեղ աշխարհում հայտնի է, որ հրեաները շատ լավ համայնքներ են սարքում եւ այլն։ Մեր նպատակը տեղադրած, որ իրանց տպավորենք, զարմացնենք ու իրանցից մենք նաև սովորում ենք, բայց նաև իրանց ցույց տալու բան, իրանց սովորացնելու բան ունենանք։ Սարգիս, բայց օրինակ եթե վերցնենք, շատերը դե բանակցել է երևի, բայց օրինակ ես 100% վստահ եմ, որ մեր ամենամեծագույն ռեսուրսներից մեկը դա մեր սփյուռքն է։ Ու դու ղեկավարում ես մի ասոցիացիա, որն որ բացել է դուռը Հայաստանի սփյուռքի ներկայացուցիչներին է տեխնոլոգիական ոլորտի։ Ինչ ես կարծում, դա կտա լրացուցիչ մի քանի անգամ X քանի անգամ աճ, թե չէ։ Բնականաբար ես տեսնում եմ շատ լուրջ այդտեղ մեծ պոտենցիալ, այս տարվա Digitech-ը դրա վերջին 3 տարիներին փորձում ենք տեստավորել, բայց անցած տարվա Digitech-ը շատ ցույց տվեց այդ ճանապարհը։ Մենք ունեցել ենք 120-ից ավել խոսնակներ, որոնց 60%-ը դրսից էին, մարդիկ, ովքեր ամբողջ կյանք Սիլիկոնյան հովտում են ապրել ու Հայաստանում չեն եղել, եկել են ու ինչ տեսնում էին, նկարում էին, ուղարկում էին իրանց ընկերներին, ասում էին Հայաստանում սենց որակի կոնֆերանս կա, սենց որակի փարթիներ կան, սենց որակի էքսպո կա, ու հենց հիմա այդ նույն մարդիկ ակտիվ աշխատում են այս տարվա Digitech-ի խոսնակներ բերելու, անուններ չեմ ուզում տամ, բայց իրանցից մեկը սեղանից տեսավ գիրք, որը ստարտափական աշխարհում շատ կարևոր գիրք է, պարզվեց ինքը գրքի հեղինակին ճանաչում է ու հենց հիմա աշխատում է, որ այդ հեղինակը լինի այս տարվա Digitech-ի խոսնակը, ուղղակի քանի որ հələ չի հաստատել, անունը չեմ տալիս։ Վստահ եմ, որ այս տարի Digitech-ը կլինի լավագույններից մեկը։ Շնորհակալություն Սարգիս ջան հանդիպման համար։ Այս մեր առաջի հանդիպումն էր ոդկասթի շրջանակում ու վերջինը չի վստահ եմ։ Շնորհակալ եմ հրավերի համար, ես էլ վստահ եմ, որ դեռ առջևում շատ հանդիպումներ կան։